Հայաստանի Հանրապետության ապագայի վերաբերյալ ես այսօր շատ ավելի լավատես եմ, քան եղել եմ 2018 կամ 2019, առավել ևս 2020 կամ 2021 թվականին։ Նիկոլ Փաշինյանն անցնող օրերի գլխավոր լավատեսն էր, նա լավատես էր Հանրային խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ, խիստ լավատես էր նաև Կիրանց կատարած այցից հետո։ Կիրանցը իրական Հայաստանի գաղափարախոսության առաջին իրագործումն է, սահմանազատված եւ սահմանագծված պետական սահման, անվտանգ եւ խաղաղ կյանք, նորակառույց դպրոց, բարեկարգ ավտոմայրուղի, վերականգնվող եկեղեցի, բնակչության աճ։ Մինչեւ սահմանազատումը Կիրանցում 80 տուն կար, հիմա կառուցվում է եւս 43-ը։ Սա է իրական Հայաստանը։ Հարկ է նկատել, սակայն, որ Փաշինյանի այս տպավորությունները զուտ դիտարկումների եւ պաշտոնյաների զեկույցների, այլ ոչ թե տեղացիների հետ շփման արդյունք էին։ Որ եկել է հիլար կեղեցի մի մարդ մտնի դպրոցի կողքը։ Պահերտվել ինչքան դե մաշին կաղնի կեղեցը դեն նարեք։ Մոչամարթին տրել որ ժողովրդյան դեն նարեք։ Հիչ մի մարդ էլ անդկաղնի։ Բայց փորձեցիք մոտենալ չթողի։ Ինքան կար մոտեցող։ Մնելա թող չար։ Եվ քանի որ անցած տարվա սահմանազատման հետևանքով իրենց պաշտպանող ռազմավարական բարձունքներից, վարելահողերի մի մասից, որոշ դեպքերում նաև տներից զրկված գյուղի բնակիչները Փաշինյանի հետ շփվելու հնարավորություն չէին ունեցել, նրանք վարչապետի Կիրանցյան թեզերին ստիպված էին հակադարձել սոցիալական ցանցերում, սեփական հակաթեզերով։ Ահա թե Facebook-ում ինչ էր գրում Կիրանցի բնակչուհի Գոհար Վարդանյանը, պատասխանելով կառավարության ղեկավարին։ Իրական Կիրանցում մինչև սահմանազատումը եղել է 90 տուն, ոչ թե 80, ինչպես ներկայացնում եք, որից երկուսը սահմանազատումից հետո անցել է Ադրբեջանին։ Իրական Կիրանցում 50-ից ավելի հողակտոր մոտ 15 հեկտար անցել է Ադրբեջանին։ Իրական Կիրանցում մինչև սահմանազատումը ամեն տարի կատարվել է մոտ 30-ից 40 հեկտար աշնանացան, իսկ սահմանազատումից հետո մոտ 7 հեկտար։ Իրական Կիրանցում սահմանազատումից հետո խոշոր եղջերավոր անասունների քանակը կրճատվել է 2 անգամ, մոտ 300-ից դառնալով 150։ Իրական Հայաստանի մանրակերտ կամ պրոմո տարբերակ հռչակված Կիրանցում, սակայն հետընթացի ամենամեծ ցուցիչը ոչ այնքան վիճակագրական տվյալներն են, որքան այստեղ տիրող հոգեբանական մթնոլորտը։ Այս շաբաթ դրանում համոզվեց Կիրանց այցելած մեր գործընկեր Կարինե Սիմոնյանը։ Ադրբեջանի հետ սահմանազատված գյուղը, որ երկրի ղեկավարը ներկայացրել էր որպես անվտանգ եւ խաղաղ կյանքի օրինակ, անվտանգության ծառայության աշխատակիցները հատուկ գոտի են համարում։ Այստեղ լրագրողական աշխատանքը գրեթե անհնար է, դպրոց մտնելն արգելված է, բնակիչների հետ զրուցելը խորհուրդ չի տրվում։ Երբ փորձեցինք նկարահանել դպրոցի մոտ այգեգործությամբ զբաղվող բնակչին, ԱԱԾ աշխատակիցներն անմիջապես մոտեցան եւ հորդորեցին հեռանալ ոչ միայն սահմանից, այլև գյուղի տարածքից։ Ախր չեք թողնում էլի մարդկանց հետ։ Սենց հետապնդում են ամբողջ ընթացքում։ Գյուղում մեր ողջ այցի ընթացքում մշտապես հսկողության տակ էինք։ Սահմանապահները հետևում էին մեր յուրաքանչյուր քայլին, ուր գնացինք, ում տուն մտանք, ում հետ փորձեցինք խոսել։ Թերևս հենց դրա արդյունքում էր, որ բնակիչները, որոնց հետ հաջողվեց շփվել, սակավախոս էին եւ զգուշավոր։ Միկրոֆոնը տել քաշի կամերան։ Այսինքն այնտեղ հողեր ունեիք, որ գոնե փոխհատուցումից կարեցաք օգտվել։ Մենք հողեր չունենք։ Այ հայք մի խոսի։ Ինչի։ Հայք բրախ։ Բրախա չինչա է։ Ի տարբերություն Կիրանցի, Սյունիքում գտնվող Խնածախն ու Խոզնավարը իրական Հայաստանի խորհրդանիշ հռչակել իշխանությունները դեռ չեն ցանկանում։ Մինչև 2020 թվականն այս գյուղերը խորհրդի կունքում էին, մոտակա ադրբեջանական դիրքն ուղիղ գծով շուրջ 45 կիլոմետր հեռավորության վրա էր։ Այժմ ընդամենը 300 մետրի։ Մարտի 18-ից ինչ կրակում են, ամենաերկար կրակոց եղել է այս գիշեր։ Մի 10 մետր ներքև խփեին լուսամուտով մտներ տուն, մեկին վնաս տար։ Սրանից 2 օր անց արդեն ադրբեջանական փամփուշտը լուսամուտով մտավ Խոզնավարի բնակիչներից մեկի ննջարան։ Նոր իմ վրայով որտեղ որ քնած եմ եղել օտերից վրայով այդ տոմուշկակա վերեն այլիա դրած այլին էլ ջարդը լավ որ քնած եմ եղել էլի պարկած եմ եղել։ Թվում էր թե ադրբեջանական կրակոցները պետք է դառնան իշխանությունների քննարկման հիմնական թեմաներից մեկը։ Ապրիլի 23-ին կայացած կառավարության նիստի ժամանակ սակայն վարչապետ Փաշինյանը գերադասեց այլ հարցերի վրա կենտրոնանալ։ Ինչից է գալիս փոքր տղաներին հայհոյանք սովորացնելու մշակույթը։ Ասենք
տանը հյուրեր են հավաքում, ասենք բանը, միջոցը ոնց որ մարդիկ նորմալ նստած շփվում են, մեկը արի, ասա դե բանին ինչ ես ասե, տատիկին ինչ ես ասե։ Ժողովուրդ կներեք, սա չգիտեմ նույնիսկ ինչ ասեմ։ Փաշինյանը սակայն գիտեր, թե ինչ ասել բանակում տիրող բարքերի մասին։ Ժողովուրդ ջան, Հայաստանի Հանրապետությունում տղամարդու համար ավել բռնելը ամոթ է։ Կարող է նաև մահացու մեղք լինի։ Հետո ասում են, բանակում այդ ոնց եղավ, տենց եղավ։ 15-րդ բառը հայհոյանքն է, 30-րդ բառը ուրիշից ինչ որ բան խլելու կուլտուրան է, եւ բանի գերիշխանություն եւ գերակայություն հաստատել համագործակցության տրամաբանությունը դուրս դնելը բանանել ոհմակային տրամաբանության մեջ ամբողջ կյանքը եւ կյանքի փիլիսոփայությունը դասավորել։ Իդեպ գերիշխանության եւ ոհմակային տրամաբանության մասին։ Այս շաբաթն աչքի ընկավ խորհրդարանական հերթական ծեծկռտուքով, որի ընթացքում Փաշինյանի թիմակիցները կրկին որոշել էին այցելել նիստերի դահլիճի ընդդիմության համար նախատեսված հատված։ Նախ դույով խոսա երիտասարդ, լսի երիտասարդ, դույով խոսա, լսում ես, նստի տեղը, հանգստացի։ Գրքերը խորհրդարանում թեժացան դաշնակցական падգամավորների եւ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի այս լեզվակռվից հետո ընդդիմադիրների համոզմամբ իշխող մեծամասնության նյարդայնության պատճառը միջադեպից քիչ առաջ իրենց կողմից շրջանառության մեջ դրված նախագիծներ։ Այսպես ասած միջադեպից առաջ մենք հայտարարեցինք, որ ազգային ժողով մուտք են կանում օրենքի նախագիծ, ցեղասպանության ժխտումը, նսեմացումը գերականացնելու համար, հավանաբար իրենց ռեակցիան պայմանավորված էր դրանով։ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառումներն այս տարի անցան առանց պետական մեծ ձեռնարկների, տարբերություն նախորդ 3 տասնամյակների չկային կառավարության աջակցությամբ կազմակերպված համաժողովներ կամ տեղեկատվական արշավներ։ Այս տարվա ամենահիշվող ակցիան կրկին դաշնակցականների կազմակերպած ջահերով երթներ, որը մեկնարկեց Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշների հրկիզմամբ։ Նիկոլ Փաշինյանը ժամերի ընթացքում դատապարտեց այդ ակցիան։ Միջազգայինորեն ճանաչված պետության, առավելևս հարևան պետությունների դրոշների այրումը պետության ղեկավարի կողմից չի կարող այլ վերաբերմունքի արժանանալ։ Դա սադրիչ եւ հրահրող գործելակերպ է։ Նշեմ սակայն, որ սա առաջին դեպքը չէր, երբ Հայաստանում օտար պետության դրոշ էին այրում։ 2012-ի սեպտեմբերին օրինակ Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից հետո մի խումբ ցուցարարներ այրեցին Հունգարիայի դրոշը։ Դրանից մի քանի տարի անց 2015-ի հունվարին էլ հերթը Ռուսաստանի դրոշինն էր։ Բենզինը արա չի տենում Պուտինը, տես մի խառնվեք իրար, արա։ Չէ, վարվում է սա։ Եկեք մեր կոկոսը, դրոշիսկի չի վարվում։ Իդեպ Վալերի Պերմյակովի կողմից Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանությունից հետո կազմակերպված այս մի բողոքի գործողության ակտիվ մասնակիցներից էին քաղաքացիական պայմանագիր խմբակցության ներկայիս ղեկավար Հայկ Կոնջորյանն ու Արարատ Միրզոյանը։ Վարչապետ, ես 10 տարի անց արդեն ոչ թե ակտիվիստ, այլ արտգործնախարար Արարատ Միրզոյանին այլ թեմաներ են հետաքրքրում, օրինակ գենդերային բռնությունը։ Ես կարծում եմ, որ վաղուց ժամանակն է, որ մենք պետքա շատ բարձրաձայն խոստովանենք, որ Հայաստանի Հանրապետությունում կա խտրականություն կանանց նկատմամբ եւ ավելին ասեմ, շատ ավելի վատ Հայաստանի Հանրապետությունում կա բռնություն կանանց նկատմամբ եւ կա ընտանեկան բռնություն։ Մենք ելի ենք առնչվել այս ոլորտին, մեր հասարակությունում կան այդպիսի թեմաներ, որոնց շուրջ սեղանների շուրջ ընդունված է ճորոն բառեր ասել եւ կենացներ խմել, օրինակ այս դեպքում կանանց մասին, բայց իրական կյանքում ճիշտ հակառակ վերաբերմունք է ցույց տալ կանանց նկատմամբ։ Տեսական զրույցների առումով քաղաքացիական պայմանագրում ամեն ինչ կարգին է, սակայն երբ գործը հասնում է կոնկրետ կնոջ հանդեպ կոնկրետ խտրականության դեպքին, ԿՊԱ-կանները անում են ճիշտ հակառակը։
Ոչ, խմբակցությունը դեմ կքվեարկի այդ նախագծին։ Իշխող խմբակցությունն այս շաբաթ կայացած փակնիստի ընթացքում որոշեց դեմ քվեարկել Անդրանիկ Քոչարյանի կողմից լրագրող Ռիփսիմե Ջեբեջյանին վիրավորելու փաստի առթիվ էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախագծին։ ՔՊԱ-կանների համոզմամբ, եթե նախկինում падգամավորների կատարած խախտումների դեպքերով էթիկայի հանձնաժողովներ չեն ստեղծվել, ապա Անդրանիկ Քոչարյանի դեպքում բացառություն անելու կարիք չկա։ Քանի որ առ այսօր չի ստեղծվել դա, այս անգամ էլ կարծում եմ, որ մեջների կյաժը պարոն Քոչարյանը չէր։ Իսկ Հայաստանի տնտեսական դաշտի կյաժը շարունակում են մնալ փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները։ Կառավարությունն այս շաբաթ էլ կտրականապես հրաժարվեց չեղարկել հունվարի 1-ից շրջանառության հարկի կրկնապատիկ ավելացման մասին իր որոշումը։ Փաստացի հարցրեք էլի կառավարությանը, ոնց կարա ինչ որ մի նարեկ էր 8 սուպերմարկետ բացի 160 հատ 160 հատ նրա հետևից չգնան, մեր քնձռոտ մի հատ խանութը որ չի ծաղկե, ոչ է կարողանում ենք նորմալ ռեմոնտ անենք, մեր հետևից ամեն օր գան, կարելի է։ Այս շաբաթ կրկին փողոց դուրս եկան Քասախի եւ Պրոշյանի բնակիչներն ու թեև նրանց ակցիայի դրդապատճառը զուտ սոցիալական էր, գյուղերը սպասարկող ավտոբուսային երթուղիների չեղարկումը, բողոքի գործողությունների մասնակիցներն արագորեն սկսեցին քաղաքական հայտարարություններով հանդես գալ։ Այսօրվա իշխանությունները ճանապարհ փակելով է, չէ՞ իշխանության։ Անես շանեն, որ ճանապարհ փակելով է այդ իշխանությունները ռադելն։ Եվ նույնիսկ քաղաքապայմանագրի ամենահավատարիմ դաշնակիցների հայաստանցի արևմտամետների շարքերից այս շաբաթ սկսեց քննադատություն հնչել կառավարության հասցեին։ Հովսեփ Խուրշուդյանն օրինակ հմեկի եթերում պնդում էր, իշխանությունները սկսել են կորցնել իրականության զգացումը։ Իշխանությունները սխալ են հաշվարկում, երբ որ թերագնահատում են ժողովրդի դժգոհությունը իրենց վարված քաղաքականությամբ։ Այլու իրենք ասում են, դե ոչինչ, PR-ի միջոցով, քաղաքական տեխնոլոգիաների միջոցով, ոչինչ որ ժողովուրդը դժգոհ է, մենք կհաղթենք, չէ, այդպես չի լինելու, խորհրդարանականում այդպես չի լինելու։ Մեր համբերությունը սահմանափակ է։ Ու չնայած քաղաքական դաշնակիցների կողմից հնչեցվող քննադատությանը, տարատեսակ բողոքի ակցիաներին, Գյումրիում եւ Փարաքարում կրած ընտրական պարտություններին, քաղաքացիական պայմանագրում վստահ են իրենց իշխանավարման տարիներին մարդկանց կյանքն այնքան է բարելավվել, որ 2026-ին նրանք կրկին կգնան ու կընտրեն Նիկոլ Փաշինյանին։ Ցանկացած մարզ մտնելուց ես ինքս էլ նկատում եմ բավականին փոփոխություն ցանկացած գյուղում եւ համայնքում։ Կարծես Հայաստանի Հանրապետությունը լուրջ եմ ասում ամբողջ տարածքով վերածված լինի միշին հրապարակի եւ ամեն համայնքում կոնկրետ աշխատանքներ իրականացում եւ բնակիչների կյանքը օր-օրի բարելավում է, ինչը չեք կարող հերքել եւ ոչ մեկ չի կարող հերքել։ Ընդդիմության շարքերում եւս ինքնավստահության պակաս չկար։ Սերժ Սարգսյանն այս շաբաթ համոզված պնդում էր Նիկոլ Փաշինյանին հատկացված ժամանակը սպառվում է, նրան պաշտոնից հեռացնելու նախորդ անհաջող փորձերն էլ անիմաստ չեն եղել։ Այդ բոլոր շարժումները բերել են եւ հարցը հասունացրել են։ Շաբաթվա գլխավոր ոչ քաղաքական հերոսը շատերի համոզմամբ էլ հակահերոսը դարձավ Ռաբիզի աստղ Թաթուլ Ավոյանը։ Ապրիլի 19-ին մարզահամերգային համալիրում կայացած նրա համերգին որոշ հաշվարկներով ավելի քան 10,000 մարդ էր ներկա, հիմնականում երիտասարդներ, դա ի դեպ ավելին էր, քան վերջին առնվազն 10 ամիսներին Հայաստանում, թե քաղաքացիական պայմանագրի եւ թե ընդդիմության կողմից կազմակերպված որևէ հանրահավաքի մասնակիցների թիվը։ Ժողովուրդ ջան, ապրիլի 19-ին ես ձեր պես գալու եմ իմ համերգին։ Եկեք մի հատ համով ուրախ ուր ունենանք։